Կարող եք վերցնել եւ ծանոթանալ իր կյանքին։ Կարող եք նստել եւ տեղում ծանոթանալ։ Եթե հետաքրքրի կնայեք, տեսնեք երից ունեք։ Շնորհակալություն։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել Ալեքսանդր Մանթաշյանի կյանքն ու գործունեությունը որպես հայ նշանավոր արդյունաբերող, հասարակական գործիչ և նավթային մագնատ։ Նախագծային աշխատանքի միջոցով մենք կհայտնաբերենք նրա նավթարդյունաբերության ոլորտներում նրա ներդրումը, ինչպես նաև նրա ներդրումը հայ մշակույթի և կրթության մեջ։ Նախագծային աշխատանքի խնդիրը սահմանել ենք հետևյալ կերպ։ Չնայած Ալեքսանդր Մանթաշյանի մեծ դերակատարությանը հայ և միջազգային տնտեսական ու հասարակական կյանքում նրա մասին տեղեկությունները մակերեսային են և քիչ են ընդգծում ուսումնական գործընթացում։ Անհրաժեշտություն կար, որ համակարգված և ուսումնագիտական ձևով ներկայացնեին Մանթաշյանի կենսագրությունը, գործունեությունը և նրա թողած ժառանգությունը։ Հայ նշանավոր գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը ծնվել է 1842 թվականի մարտի 3-ին, զբաղվել է նավթի արտահանությամբ և հենց այդ պատճառով էլ ստացել է նավթի արքա մականունը։ Իր ժամանակահատվածում եղել է ամենահարուստ մարդկանցից մեկը։ 1859 թվականին ստեղծել է Ալեքսանդր Մանթաշև և կո ընկերությունը և 20-րդ դարի սկզբին սկսել են արդյունահանել Բաքվում նավթի կեսից ավելին։ Հոր անունը Մանթաշ էր, այդտեղից էր գալիս էր ընտանիքի ազգանունը՝ Մանթաշյանց։ Նա ամուսնացել էր և ուներ 6 զավակ։ Նրա որդիներից ու դուստրերից շատերը սկորդությունը ստացել էին Եվրոպայում։ Մանթաշյանցը սովորեցնում էր իր երեխաներին աշխատասիրություն և հայրենասիրություն։ 1895 թվականին Ալեքսանդր Մանթաշյանը եղել է Թիֆլիսի բարեգործական ընկերության փոխնախագահ, ապա դարձել է նախագահ։ Նա հովանավորել Կովկասի ամենախոշոր որբանոցը և նրա միջոցով են կառուցվել տարբեր շենքեր և եկեղեցիներ Թիֆլիսում, Փարիզում, Երևանում, Բաքվում և այլուր։ 1899 թվականին ստեղծեց Թիֆլիսի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին Մանթաշյանի միջոցներով իր մահացած կնոջ հիշատակին։ Ճարտարապետն էր Գաբրիել Տեր-Միքայելյանը, եկեղեցին հսկայական չափերի էր և պատրաստված էր տուֆից։ Ալեքսանդր Մանթաշյանը ֆինանսավորեց հայերեն Աստվածաշնչի բարձրորակ հրատարակչություն, օգտագործելով սրբատար, գեղարվեստական տառատեսակ։ Դա իր ժամանակի համար մեծ ներդրում էր հոգևոր մշակույթի զարգացման գործում։ Մանթաշյանցը հայտնի էր իր համեստությամբ և ազնվությամբ, չնայած որ այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր։ Նա երբեք չէր փորձում ցուցադրել հարստությունը, հաճախ շրջում էր սովորական զգեստով և նախընտրում էր անձնական կյանքում պարտություն։ Մարդկանց հետ շփվում էր անկեղծ ու շիտակ, ինչի համար մեծ հարգանք էր վայելում ոչ միայն հայերի, այլև ռուսների, վրացիների, մուսուլմանների և եվրոպացիների շրջանում։ Ալեքսանդր Մանթաշյանն իմանալով, որ Կոմիտասը չունի դաշնամուր, կարգադրում է, որպեսզի Գերմանիայից Կոմիտասին բերեն դաշնամուր։ Նա նաև հովանավորում է, որպեսզի տարբեր պատանիներ և աղջիկներ ստանան բարձրագույն կրթություն, ովքեր հետագայում դառնում են անվանի գործիչներ։ Ալեքսանդր Մանթաշյանցը մահացել է 1911 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Նա թաղվել է Թբիլիսիի Խոջիվանքում։ Նրա հիշատակը մեծ հարգանքով է պահպանվում։ Երևանում կա Մանթաշյանցի արձանը։ Նրա անունով են կոչվել բազմաթիվ փողոցներ։ Մանթաշյանցը իր հարստությունը օգտագործեց ոչ միայն իր անձնական բարիքների համար, այլ ներդրեց կրթության և եկեղեցիների գործունեության մեջ։ Ես այժմ կներկայացնեմ այն կարողությունները, որոնք ձևավորվեցին նախագծային աշխատանքի ընթացքում։ Առաջին՝ հետազոտական կարողություններ, տեղեկությունների վերլուծություն, համադրում և ընդհանրացում։ Երկրորդ՝ քննադատական մտածողություն, տվյալների արժանահավատության գնահատում։ Երրորդ՝ ընդհանուր ուսումնական և մեդիա կարողություններ, տեխնոլոգիաների օգտագործում նյութը համակարգչային ձևով պատրաստելու և ներկայացնելու համար։ Չորրորդ՝ հաղորդակցման հմտություններ, համագործակցություն թիմային աշխատանքի արդյունքում։ Հինգերորդ՝ պատմամշակութային տեղեկությունների խորագրում, հայ մեծահարուստների, հատկապես Ալեքսանդր Մանթաշյանի պատմական դերի արժևորում։